Վանաձոր Քիմպրոմի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր ի նշան բողոքի փորձեցին փակել Վանաձոր Ալավերդի միջպետական նշանակության ճանապարհը, պահանջելով տարեսկզբից չվճարված աշխատավարձը։ Մոտ 10 ամիս գումարի սպասող եւ միայն խոստումներ լսող քիմպրոմցիները նախ հանդիպեցին մարզպետ Արթուր Նալբանդյանին, ով սակայն հուսադրող ոչինչ չասաց։ Նշեց միայն, որ այս պահին էլ բանակցություններ են ընթանում։ Ամեն ինչ ընթացքի մեջ է։ Չթվա որ վարչապետը այս մասին չգիտի չի զբաղվում։ Ես չթվա որ Հայաստանի Հանրապետություն բայց մենք էլ ենք ուզում մտածենք, լավ ինչքան կարանք սեփականատիրոջ փոխարեն այս հարցերով զբաղվենք։ Սեփականատիրը այդքան հզոր է մեր նախագահից, վարչապետից, որ բոլոր դեպքերը մարհամարում են։ Չի կարելի է մի ամիս, 2 ամիս, 5 ամիս։ Դա որ կապված է նախագահի վարչապետի հեղինակության հետ։ Մարզպետի պատասխանից թշկող քիմպրոմցիները քայլերթով ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին փակելու Վանաձոր Ալավերդի ճանապարհը։ Երթի ընթացքում ոստիկանության ներկայացուցիչները փորձում էին համոզել ցուցարարներին նման քայլի չդիմել։ Որ ճանապարհն է փակում մեկը իր ճանապարհը, իմ երեքի ճանապարհն է փակում։ Պետությունը։ Պետությունը դե դրան խտվել է, նորը որ իմ մասին չի մտածել։ Իմ մասին չի մտածել։ Պետությունը պարտավոր է իմ իրավունքները պաշտպանի։ Հարկեմ մուծեմ։ Որ դու ապես, դու աշխատես։ Իմ մուծացավ որ դու ապրեմ ես, բայց ես չեմ ապրեմ։ Դա տարբերությունը։ Վանաձոր Ալավերդի ճանապարհին արդեն ոստիկանները թվով գերազանցում էին ցուցարարներին։ Ճանապարհի եզրին շրջափակելով քիմպրոմցիներին ոստիկանությունը թույլ չտվեց նրանց փակել ճանապարհը։ Ոտնահարում եք ուրիշի համապատասխան տեղ գնացեք։ Հեռանք ենք անասին, որ եմ մի բան խապում։ Չցանկանալով ոստիկանների հետ ընդհարվել, աշխատակիցները 1 ժամ ճամփեզրին մնալուց հետո հեռացան, վաղը ավելի մեծ թվով ցուցարարների հետ ճանապարհ փակելու մտադրությամբ, անգամ ոստիկանության հետ բախման գնով։